կյար, սպիտակ, լիքոտ, հարևանները այնքան են սիրում իրան, դեր բարուր ես իրեն փնտրում էի հարևանների տներում, այն մեկը տանում էր, այն մեկի տնից այն մեկը, երբ գնում է երեխայից բերելու, ասում էր ծովիկը տարավ, այս մեկը Արամը ինձանից 7 տարով փոքր էր ու տարիքային տարբերությունը իսկապես շատ մեծ էր։ Ինքը շատ խելոք, շատ սենց խոսք ունենք, չէ՞, մեր մեծերը չափված ձևած երեխա էր ու մեծանալով իր էությունը չփոխվեց, նույն անձնավորությունն էր։ Ինքը ինչքան էլ փոքր է եղել, միշտ հասուն է եղել։ Հոգատար ու սրտացավ։ Ինչ որ իր համար կուզեր որ անեին, նույնն էլ ինքն էր անում դիմացինի համար։ Ծայրահեղությունից ծայրահեղություն էր Արամս, կամ շատ լուրջ էր, կամ շատ ջրիկ։ Ովքեր իրեն չեն ճանաչում ու երբ լսում են, որ Արամը հումոր ուներ, զարմանում են, ինչպես, ինքը շատ լուրջ էր, կարծես ասենց տղամարդ, բայց անսպառ հումոր ուներ։ Ուղղակի գիտեր, որը որտեղ երբ օգտագործի։ Շատ պատասխանատու էր ինքը, միշտ ասում էր, ես ամաչում եմ, ասել չեմ սովորում։ Չեմ սովորել, պատրաստ չեմ, այդ բառերից ամաչում էր եւ մի տեսակ ասենց ներքին հպարտություն ուներ, որ ինքը սովորում է, կարողանում է օգնել, անխտիր օգնում էր բոլորին, կարող է ինչ-որ ստուգողականների ժամանակ ինքը հետ մնար, բայց փորձեր բոլորին օգնել։ Արամը շատ էր սիրում սպորտով զբաղվել, իր ցանկացած ազատ ժամանակ ինքը կամ ընկերների հետ խաղում էր, կամ սպորտով էր զբաղվում, կամ դասերը սովորում էր, տարաբնույթ հետաքրքրություններ ուներ ու իր հետ կյանքում ոչ մեկ չէր ձանձրանա թեկուզ մի վայրկյան։ Ամեն մի մկանգցելով գալիս էր, մամ ուժեղացել է, մամ հլա տես տղետ ինչ մուսկուլներ ունի, սենց ցույց տար, հլա մամ տես ինչ մկաններ ունեմ։ Իր ցանկացած եւ լավ եւ վատ արարքներից տեղյակ էի, որովհետեւ ինքը առաջինը իմ հետ էր կիսվում, թե թեկուզ սխալ բան արել, բայց ինքը առաջինը ինձ էր ասում, «Գև, ես այս բանը արել եմ, ուրիշից չիմանաս, ես եմ արել, այս ինչ բանի համար եմ արել»։ Երբեք ես Արամի դժվարությունները չեմ զգացել։ Եթե անգամ ինքը դե բնականաբար կունենար այդ դժվարությունը, բայց ինքը հաղթահարում էր ինձ հուսադրելով։ Մա, ասենք եթե ինչ-որ խնդիր կար, ինչ-որ դժվարություն կար, մա, չմտածես, մամ, կանենք, միասին կանենք, մամ, ես քո հետ եմ, մայրապաշտ, եղբորը անվանում էր միշտ իմ թագավորը, իր ընտանիքը իր համար գերագույն արժեք, իր համար ասում էր ախպերս մի հատ, քույրս մի հատ, փեսաս մի հատ, հարսս մի հատ, իր համար բոլորը մի հատ էին եւ այդ իր ասած այդ մի հատին ինքը վերաբերվում էր գերագույն հարգանքով։ Ես ծառայությանս անց եմ կացրել Արցախի զորամասերից մեկում, այդ ժամանակ Արամենք ընտանիքս այստեղ ա եղել ու բնականաբար կոնկրետ այցելությունները շատ հաճախակի չէին լինում, տարին 2 անգամ, 3 անգամ, բայց այդ ընթացքում էլ ամենօրյա կապը բնականաբար եղել է, որովհետև արդեն այն տարիքներ, որ սկսել էինք ընկերություն անել, ոչ թե ես իր մեծ եղբայրն էի, այլ մենք ընկերներ էինք ու կապը որպես արդեն ընկերներ էինք պահում։ Ինքը պետքա բանակ զորակոչվեր նոյեմբերի 6-ին։ Գնաց կամավոր դիմում գրեց ու գնաց հուլիսի 29-ին։ Ինքը ասում էր, բա եթե ես չէ, ելով պետքա ծառայի։ Տղեն պիտի ծառայի։ Իր խոսքն այլ է, կյանքս չեմ խնայի հանուն Շուշի տարում կտամ։ Այդ էր իրան, որ ինքը պատրաստ որպես փոքրուց այդ իր մեջ սերմած էր, որ ինքը իր պետք լինի, իր կյանքը կտա եւ տվեց էլի։ Տրամադրված գնացել էր որ ծառայր։ Բնակվում էի Հադրութում, բայց ծառայում էի այլտեղ։ Արամը միշտ ասում էր, ես կուզեմ գամ Հադրութ, որ լինեմ քո մոտ, բայց չլինեմ քո զորամասում, որ չլինեմ քո մոտ, որովհետև ես մի քիչ խստապահանջ էի ու ինքը չէր ուզում իմ մոտ գա, մեկը նրա համար, որ իր ցանկացած արարք վերարգրելու են ինձ, ասելու են Գևորգի եղբայրն է, բայց ինքը ուզում էր իմ մոտ լինի ու մինչ ծառայությունը դե բնականաբար քննարկել ենք
տարաբնույթ հարցեր իր առաջին անգամ զորամաս մտնելուց, թե ոնց պետքա լինի, ոնց պետքա շփումը լինի զինծառայողների, վերադաս հրամանատարության եւ այլնի հետ։ Ու ինձ խնդրում էր, ասում էր, մա հանկարծ չլացես, ես երբ որ զինկոմիսարիատի առաջ նվագում էին զինակոչիկներին, ուղարկում էին արդեն պետքա գնան ծառայության, տղաներ կային, որ հարազատների հետ խոսում էին, Արամս գնացել էր եւ ծափահարում էր, շատ ողջավորված ինքը գնացել է ծառայության։ Երբ ինքը մասնակցեց ժիրիբյովկային, այսպես ասած, ուրախ զանգեց, որ եւ գալիս եմ հադրութ եմ ընկել։ Սկզբնական շրջանում իրոք մեր համար շատ ուրախալի լուր էր, որովհետեւ ես հադրութում էի բնակվում, իսկ իմ եղբայրը գալիս է հադրութ, հենց իմ տանից մի քանի մետր, 100 մետր այն կողմ զորամասում ծառայության եւ ես կարող էի ամենօրյա այցելել իրան ու ամենօրյա տեսնել։ Հադրութում էր ծառայում, փոքր հեռախոս կար մոտը։ Այդ փոքր հեռախոսներով եթե ամեն օր չէ գոնե օրը մեջով զանգում էր, երկու բառով մամ, լավ եմ։ Արամի հետ ծանոթացել եմ պատերազմից 1 ամիս առաջ, երբ որ մեզ տեղափոխեցին արդեն Հադրութ կարանտինից, այնտեղ դասակների բաժանեցին, ծանոթացել ենք, երկողք էինք պարկում, այդպես պարկած գիշերը զրուցում ենք, այդպես ծանոթացանք Արամի հետ։ Կարող եմ ամեն առաջինը նշել նրա ընկերասիրությունը, ընկերներին հասնելու մեծ ցանկությունը, հանգիստ լինելը, բայց այդ հանգիստ լինելը մենք պատերազմի ընթացքում լրիվ հակառակ պատկերը տեսանք, թե ինչ ուժներ նրա մեջ փաստում են, որ մենք չենք գնում։ Երևի իմ ծառայության ընթացքում 3 տարի Արցախում եմ եղել։ Այդ 2 ամիսներին իրան ավելի շատ եմ ես տեսել, քան 3 տարվա ընթացքում իրար վերցրած։ Արամը սիրում էր ծառայությունը, Արամը գիտեր ինչի համար է գնացել ծառայության ու ինչա իրանից սպասվում ծառայության ժամանակ։ Ինքը մինչ ծառայության մեկնել է իր բոլոր գլխավոր նկարները սոցցանցերում նկար էր գրել, որի վրա գրված էր երդվում եմ, որ երկիրս կպահեմ անգամ արյանս գնով։ Էլի չի տրտնջացել, չի բողոքել, մինչև վերջին օրն էլ չի բողոքել ոչնչից։ Արամը 2 ամսվա ծառայող էր, հուլիսին գնացել էր, օգոստոս-սեպտեմբեր արդեն 2 ամսվա ծառայող, ինքը ծառայել է Հադրութում, Հադրութից էլ սկսել է, ինքը պատերազմի ամենաթեժ կետերում եղել է, Ջաբրայիլ, Ֆիզուլի, Հադրութ, ամենաթեժ կետերում, Կարմիր շուկա։ Ես ամեն օր պարտադիր Արամի հետ զրուցել եմ, իմ պատերազմում գտնվելու ընթացքում իմ համար ամենադժվար օրերը եղել են հոկտեմբերի 10-ից 13-ը, երբ Արամից կապ չի եղել, Արամը չի զանգել այդ 3 օրերի ընթացքում։ Իմ համար դա ծայրահեղ ծանր իրավիճակներ պատերազմի օրերին, երբ արդեն 14-ի առավոտյան զանգեց, նոր ես հանգստացա։ Առաջի օրն է սեպտեմբերի 27-ից էլ ես իմացել եմ, որ ինքը գտնվում է առաջնագծում։ Արամ։ Շավո, դու ես տելեֆոնը խոսում, ասած տելեֆոնը խոսում։ Նե ետ այկալ, երբ հատեցեց ցավան։ Արա ես էլ առաջ, քայի տակ ցերևն կամ։ Ինքը ինձ միշտ ասել է, մամ, մենք թաքստոսներում ենք։ Մամ, մենք թաքստոսներում ենք։ Ու ես հավատացել եմ, որովհետև ասել եմ նորակոչիկին 2 ամսվա ծառայողին խե պետքա տանեն առաջի գից, զենք բռնել չգիտի։ Ինքը ինձ այդքան հավատացրել է, որ իրենք թաքստոցում են։ Հեռախոսով շատ չէր էլ խոսում, պետք չէր, իրա պետք է որ իր ծնողները իմանային, որ ինքը լավ է, հանգիստ լինեին։ Նույնը մենք էինք իմանում, հանգիստ էինք։ Պատերազմից 1 տոլի 2 օր առաջ սկսեցին բաժանել արագ արձակագման խմբերում։ Ես ու Արամը այդ արագ արձակագման խմբերում էինք, հենց պատերազմը սկսեց, մեզ միանգամից ուղարկեցին առաջնագիծ։ Արամը միշտ այն մարդկացից է եղել, որ միշտ պատրաստ է եղել օգնի։ Ինչ որտեղ սնայդ պետք է հասցրվեր, թեկուզ եթե մեր դասակը չի, միանգամից օգնության է հասնում ու միասին խնդիրը կատարում ենք, որպեսզի ոչ մի թերություն չլինի։ Հարյուրավոր մետրներ ռմբակոծության տակ, հակառակորդի ԱԹՍ-ների ներքո
բարձ գիտակցում էր, որ իր կյանքը վտանգի տակ է, բայց մեկ չէ ու շատ բազմաթիվ անգամներ վիրավորներ հանում ապահովվար, որտեղ արդեն բժիշկները օգնություն են հասնում։ Ու ամենօրյա կապը կար։ Ամեն օր ժամը առավոտյան 8:00-ին մենք իրար հետ խոսում էինք ու արդեն դե ժամանակ չէր լինում իսկապես, մինչև հաջորդ օրը առավոտյան էլի ժամը 8:00, ոնց որ դա գրաֆիկ էր դարձել, որ մենք 8:00 պետքա միմյանց հետ մի հատ իրար բարի օր, անփորձանք օր մաղթենք ու շարունակենք մեր գործողությունները։ Այդպես մինչև ամսի 25-ը, ես հոկտեմբերի 25-ին վիրավորվել եմ հենց առավոտյան ու առավոտյան չեմ կարողացել իր հետ կապնվել ու Արամը հենց դրանից է հասկացել, որ մի բան այն չի ու զանգելա տուն, ասել է գևը չի զանգե։ Ինչ է եղել, խիչի զանգել, ձև չի գևը կարողանար ու չզանգեր։ Երբ արդեն նոյեմբերի 5-ին բարձրացանք Շուշի, չասած Շուշի արդեն ռմբակոծություն էր կատարում, երբ անգամ ավտոները միջև վերջը բարձրացան, ճանապարհի 300 մետր ներքև իջանք ավտոներից ու ոտով բարձրացանք, մեր տանելով զենքերը։ Իջանք ներքևի ճանապարհ դեպի Ստեփանակերտ տանող ու ուղիղ գնալուց համարյա թե ամբողջ զորքը սկսեցին կրակել մեզ վրա, այսինքն դեմներից փակեցին, հետևներս արդեն փակեր, վերև ու ներքևը փակեր ու 4 կողմից արդեն կրակոցների տակ էինք ու փորձում էինք ամենտեղ պահկվել։ Իմ վիրավորվելուց հետո մարտական ընկերը պատմա, որ երբ հակառակորդ է տեսել, թշնամի է տեսել, ինքն է առաջինը գնացել, ասել է սպասեք, ոչ մեկը չխփեք, պետքա ես խփեմ, պետքա աղբորս վրեժել ուզեմ, ու ինքը այդ վրեժով կռվել է։ Սկզբից ես մի քիչ հեռու էի Արամից, մինչև ես վիրավորվել էի, Արամը օգնում էր իմ զենքը ստանել, որտեղ ես դունց էի բռնել, Արուն էր գալիս։ Մի քիչ առաջ էի, հետո հետ գնացի արդեն այդ կրակոցների տակից Արամի մոտ պառկեցի ու ընթացքում չէին կարող շարժվել։ Այսինքն եթե գլուխ բարձրացնես, փամփուշտը կգտներ ու ընթացքում լսում էի, որ Արամը ասում է վիրավորվել եմ։ Ուսս ոտքս տենց Գևորգս վիրավոր հիվանդանոցում էր, ես առավոտները գնում եմ ու ուշ ժամի գալիս եմ տուն։ Այդ օրը նոյեմբերի 7-ին չարաբաստիկ հարսից ասեցի, ես ինձ լավ չեմ զգում, ուզում եմ գնամ տուն։ Ասես դե գնամ, եկա ես ստեղ եմ, հացա ջուրա բերել ես։ Վատ զգացողություն ունեի։ Ու երբ որ արդեն վերելակով իջնում էի, զանգը ստացա Արամից։ Ես հասկացա, որ լացում է, ինչ է կատարվում։ Ես ինձ դե կորցնում եմ ու ես արդեն ինձ միջև ուշքի են բերում, միջև եւ այլն, ես գալիս եմ արդեն Գևորգիս աշկերտն այսքան ուռած, լացում է Գևորգը։ Անցնում է մի ժամանակ Արամը սելի զանգում է, մամ ջան, ո՞նց ես։ Ասում եմ լավ եմ, ցավը տանեմ։ Ասում եմ մամ, քեզ շատ եմ սիրում, գալու եմ։ Ասում եմ իհարկե բալես, իհարկե գալու ես, ու ասում եմ Արամ ջան, որ շտապօգնությունով որով էլ կբերեն, հա, ասեց ոտս է վիրավորվել, թիակից են խփել թևից, սենց ասում եմ ոչինչ ցավը տանեմ, էսա կբերեն, հիվանդանոց կվիրահատեն, ամեն ինչ լավ կլինի, մենակ ասում եմ շտապօգնության մեքենայով ինձ կզանգես, բա հա, մամ ջան, դու քեզ ուժեղ պահի։ Կեսօրին սկսեց հարձակումը, ես ժամը 7-ին արդեն այնտեղից կարողացա դուրս գամ, իմ հետ 4 հոգի, 3 հոգի հանեցի, 4 հոգով էինք։ Այդ ընթացքում Արամը կողքս էր, Արամին ձեն էի տալի ու չէր պատասխանում ոչ մի ձև։ Ես արդեն մտածում էի, որ վերջ, այտենց Այնինչ եղբորն ասում է, որ դուրս գալու հնարավորություն չկա, մենք շրջափակման մեջ ենք, 4 կողմից ադրբեջանցիներն են, քեզ տոխով կպահես, տոխը չգցես։ Ինքը ինձ հրաժեշտ տվեց, մամ քեզ շատ եմ սիրում, բայց ես դա հրաժեշտ չհասկացա։